Բարև ձեզ Factor TV հյուրը միտք վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն է, ողջույն։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն ամերիկյան պատվիրակությամբ թեև Թուրքիայում է եւ այսօր հանդիպում է դեպ ռուսական եւ ուկրաինական պատվիրակություններին, բայց նա լավատես չի ասելով, որ ըստ էության հակամարտությունը դադարեցնելու ջանքերում առաջընթացի միակ ճանապարհը Միացյալ Նահանգների Ռուսաստանի նախագահներ Թրամփի, Պուտինի միջև ուղիղ բանակցություններն են եւ ասում եմ մեծ ակնկալիքներ չունենք պատերազմի ավարտի հարցով Ստամբուլում կայանալիք բանակցություններ, բայց կհիշեք ինչքան մեծ աղմուկ եղավ, երբ որ Պուտինն ասաց Ստամբուլում եկեք բանակցենք, Զելենսկին անձամբ ներկայացավ, Պուտինը ուղարկեց բավականին ցածր, այսպես ասենք, կազմ ունեցող պատվիրակություն Ստամբուլ, չի ստացվում է։ Դե Ռուբիոն նույնիսկ նշում էր, որ ես հնարավոր է չմասնակցեմ, որովհետև ասաց շատ ցածր է մակարդակը ներկայացվածության պատվիրակությունները։ Գիտեք, Վլադիմիր Պուտինի հաշվարկը այն չէր, որ Զելենսկին կասի արի իրար հետ հանդիպենք։ Զելենսկին ինքը վերցրեց նախաձեռնությունը, շատ հետաքրքիր դիվանագիտական խաղ տեղի ունեցավ։ Վլադիմիր Պուտինը գիշերը պատասխանեց prime time-ի ժամանակ Դոնալդ Թրամփին, որը նշել էր, որ նստեք վերջապես բանակցությունների սեղանին եւ կսմթել էր, այսպես ասած, Ռուսաստանին, որ տոնում եք մի հաղթանակ, որտեղ Ամերիկայի ներդրումը ամենամեծն է, առանց մեզ չի կարող հաղթել։ Դրանից հետո իդեպ շատերը ասում են Ամերիկան է Թուրքիային տվել նախաձեռնությունը, ոչ։ Դոնալդ Թրամփը թվիտ արեց, որ Ռուսաստանի ղեկավարը փոխարենը գնա հրադադարի, առաջարկում է հանդիպել Ստամբուլում, այսինքն սա Ռուսաստանի նախաձեռնությունը կրկին Թուրքիային նվիրել է հարթակը միջնորդի դերը։ Դրանից հետո ընդհանրապես մտածում էին պատվիրակությունների ուղիղ բանակցություններ։ Զելենսկին հակաքայլ արեց, ասաց դե այդպես է, արի մենք երկուսով հանդիպենք եւ ասաց ես գնում եմ Ստամբուլ։ Եվ արդեն միջազգային հանրությունը ասաց, դե որ Զելենսկին Ուկրաինայի ղեկավարը գնում է, Պուտինն է պիտի գնա։ Հետո ավելի կուրիոզ տեղի ունեցավ։ Սկզբում նշում էին, որ Բրազիլիայի ղեկավարը 1 ժամ հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Հետո հերքեցին, գրեցին, որ օթանավից են խոսացել, չնայած նա գտնվում էր Մոսկվայում։ Հիմա արդեն հումոր է, փաստորեն չեն թողել Լուլա դա Սիլվան դուրս գա օթանավից եւ հանդիպի Պուտինի հետ։ Ինչու? Որովհետեւ մինչ Մոսկվա գալը նա գտնվում էր Պեկինում եւ ասաց ես եւ Սին Չինաստանի ղեկավարը փորձենք համոզել Պուտինին, այսինքն նույնիսկ Սին։ Եվ ասում են մայիսի 9-ին գալու պատճառներից մեկը հենց դա էր, նաև որ ավելի կոնստրուկտիվ դարձնեն Ռուսաստանին, ինչու որտեվ ԱՄՆ-ն ասաց Չինաստանը կարող է օգնել Թրամփը այս հարցում, այսինքն ԱՄՆ-ն եւ Չինաստանն են առանձին խոսում ըստ էության Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ։ Դե այսօր բանակցում են, բայց գիտեք, ես այդտեղ ընդհանուր որևէ կետ չեմ տեսնում։ Ռուսաստանի ղեկավարը կրկին իր պահանջներն է ներկայացնում այդ անհաղթահարելի խոչընդոտների մեջ, դա 4 շրջան է, որը չի գրավել։ Նույնիսկ J.D. Vance-ը, որը հակաուկրաինական դիրքորոշումներ, ասաց ոնց կարելի է տարածքը, որը չեք գրավել, դա անհասկանալի է։ Երկրորդը Ստամբուլյան համաձայնագրերին է կոչ անում Ռուսաստանը վերադառնալ։ Հիմա Ուկրաինան դրան չի վերադառնա, ինչու։ Այդ ժամանակ ռուսները գտնվում էին Կիևի մատույցներում, բոլորն ասում են, որ ավարտված է Ուկրաինան։ Հիմա իրավիճակ է, հիմա Ռուսաստանը չի կարողանում առաջ շարժվել, Կուրսկը Հյուսիսային Կորեայի միջոցով ազատագրեց։ Այսինքն այդ պահանջները Ուկրաինայի համար ընդունելի չեն։ Ընդհանուր առմամբ պետք է ասենք, որ Եվրոպան, ինչպես նաև ԱՄՆ-ն եւ ամբողջ աշխարհը ասում են հրադադար, հետո նոր բանակցություններ, Ռուսաստանն ասում է բանակցենք ու շարունակենք պատերազմել։ Ընդհանուր որևէ կետ այստեղ չկա, ամեն ինչ կախված է արևմուտքի ճնշումներից։ Ամերիկյան կողմը նոր նարատիվ է առաջ քաշում, խնդիրը լուծման կգա, եթե Թրամփը եւ Պուտինը հանդիպեն։ Եկեք չբացառենք այդպիսի հանդիպում, իրապես եթե ԱՄՆ-ն արդեն այդ մտածողությունը ունի, Պուտինը միևնույն դժվար առիթ է բաց թողի Թրամփի հանդիպման, չէ՞։ Ինչ սպասել է, սպասել մեծ խոշոր աշխարհի կամ Ուկրաինայի վերաբաժանում, թե ինչ բնույթի կարող է լինել։ Գիտեք, Թրամփի ընտրվելուց հետո այստեղ պրոռուսական փորձագետներն ասում են, որ Թրամփը եւ Պուտինը հանդիպելու են։ Անցան ամիսներ մենք նշում էինք, որ նույնիսկ մայիսի 9-ից հետո են իրենք հանդիպելու։ Ես չեմ տեսնում հիմա որևէ նախանշան։ Ինչու Թրամփը երբ կհանդիպի, երբ որ հասկանա, որ ինչ-որ բան ստանալու է Պուտինից, ով խայտարակ չի լինելու, արդեն իր հեղինակությունը շատ ցածր է, ամբողջ օրն ասում է հրադադար, Ռուսաստանի ղեկավարը չի լսում կարծես եւ վատ իրավիճակի մեջ է դեր Թրամփին։ Մենք այդ պետք է խոսենք, որ կոնգրեսում
արդեն կա 80 սենատորի համաձայնություն օրինագծի, որը Բորմենտալի օրինագիծ է կոչվում Ռուսաստանի վրա այդ երկրորդային, ինչպես ասեցին, խեղդող սանկցիաներն է դնելու։ Հիմա Տրամպը նույնիսկ ցանկության դեպքում Պուտինի հետ որ հանդիպի, ինչ է ստանալու հերթական խայտարակությունը, ամերիկյան կողմը պիտի վստահ լինի, որ դրանից հետո որևէ բան Պուտինը կտա, բայց Պուտինի համար կարմիր գիծ է հրադադարը։ Նա չի ցանկանում կանգնեցնել պատերազմը 30 օրով, ինչու որոշ փորձագետներ նշում են, իբրև թե այդ ընթացքում Ուկրաինան կարող է ամրացնել իր պաշտպանական համակարգերը եւ Ռուսաստանի համար առավել դժվար լինի առաջ գնալ։ Քանի դեռ Պուտինը չի գիտակցել, որ ռազմական ճանապարհով Ուկրաինային որևէ լուրջ հաջողության չի կարող գնալ, երկրորդը, քանի դեռ Ամերիկան չի հայտարարել, որ աննախադեպ զենքեր է տրամադրել Ուկրաինային, աննախադեպ օգնություն եւ սանկցիաներ չի դրել Ռուսաստանի վրա, Պուտինը որևէ զիջման չի գնա։ Այսինքն դուք ինչքանով հավանական եք համարում այդ բարգան պատժամիջոցների կիրառումը, ձեր ասած խեղդող պատժամիջոցների, դրանք, այսպես ասենք, Ռուսաստանի շուրջ օղակը սեղմելու մասն են, բայց նաև երկրորդ գործիքակազմը կա, դա Ուկրաինային աջակցել այնպիսի զինատեսակներով, որոնք մարտի դաշտում կփոխեն իրադրություն։ Իդեպ ես հենց սանկցիաներին այդքան լուրջ շատ ներողություն տեղ չեմ տա, ինչու որովհետև երկրորդային շուկաները կան, որովհետև Հնդկաստանն ու Չինաստանը, Թուրքիան պատրաստ չեն լիովին միանալ, եթե իհարկե լուրջ ազդեցություն չի լինի նրանց վրա, ինչը չեմ կարծում։ Այսինքն 4 տարի է սանկցիաներ Ռուսաստանը շարունակում է։ Շատ ճիշտ եք, պետք է ռազմի դաշտում այնպեսի զենքեր տրամադրել, օրինակ հեռահար հրթիռները կամ no-fly zone, երկինքը փակեն Ուկրաինայի, եթե Ռուսաստանը այսօր չի կարողանում առաջ գնալ, քնած մարդկանց է սպանում, չէ՞, եթե փակ լինի օդը եւ Ռուսաստանը չկարողանա այլևս հարվածել Ուկրաինային, եթե F-16-ները լիովին տրամադրվեն, Ռուսաստանի իրավիճակը շատ փխրուն է, մենք բոլորս տեսնում ենք, չէ՞, որ մի 2 մետր այս կողմեն կողմ է ռազմաճակատում իրավիճակը։ Այնպես որ, բայց Կիր Ստարմերը ասաց, որ այս շաբաթ լրանում է Վլադիմիր Պուտինին տրված ժամանակը։ Հիմա էլի եմ կրկնում, հուսով եմ սա խոսքեր չեն, որտեղ շատ հաճախ Եվրոպան այդպես է ասում, բայց որևէ քայլի չի գնում։ Ասում է եւ նայում Ամերիկայի կողմ։ Այո, բայց մի հետաքրքիր խաղ խաղաց Կիր Ստարմերը, ասաց եւ Գերմանիայի Պիստորիուս պաշտպանության նախարարը Տրամպին գազես բարկացնում են, ասում են Պուտինը չի հարգում Տրամպին, ոնց Տրամպը այսքանից հետո ոնց պիտի նրա հետ խոսի, այսինքն գրգռում են, իհարկե սուտ չեն ասում։ Որովհետեւ Տրամպը շատ մեծ հույսեր էր կապում, որ Պուտինը հնարավոր է տնտեսական շահ գրգռություն ստեղծելով գալ համաձայնության եւ իդեպ կներեք, որ ընդհատեցի Թրամփի ադմինիստրացիան այնպիսի հայտարարություններ արել, որ մենք դրանք լսում ենք Զախարով, այս ասենք, որ Միացյալ Նահանգներն է այս պատերազմը իրականում վարում, ուղղակի պրոքսի Ուկրաինայի ձեռքով, սա Մարկո Ռուբիոն էր ասում, չէ՞, դա անլսելի բան էր։ Հայաստանում էլ կան իհարկե գործիչներ, որ մեղադրում են իրենց երկրին պատերազմ հրահրելու կամ վարելու մեջ, Թրամփը ոնց որ ամերիկյան նմանատիպ գործիչն է, այսինքն նաև Ղրիմը ճանաչել Ռուսաստանինը, իդեպ նրանք սկզբից ասացին Ուկրաինա չի մտնելու ՆԱՏՕ, նույնիսկ դա խաղակարգ չդարձրեցին, միանգամից զիջեցին այսպես։ Գիտեք, ի տարբերություն հայաստանյան գործիչների Տրամպը ավելի ճկուն է։ Մի օր մի բան է ասում, հաջորդ օրը այլ։ Հիմա օրինակ այլ ձևով է, չէ՞, Զելենսկուն վերաբերում ասում ես բան եմ ասել, ის դիկտատոր, շատ լավ երիտասարդ է։ Այնպես որ դրա համար երբ մենք զգուշացնում ենք, այսօր ծաղրացումներից է խոսում Տիկին Զախարովան, որ չի կարելի այդպես սիրարվել Տրամպին, նրան գովալ, եւ մենք ասում ենք, չէ՞, կարող է 2 ամիս հետո իրավիճակը փոխվի։ Սա ինչ դիվանագիտություն է, մի օր սիրում եք, մի օր ատում եք, հասկացեք, ԱՄՆ նախագահը այն երկրի ղեկավարը չի, որ բերի քարտեզը, ասի Պուտին էս կեսը քեզ, կեսը ինձ, այդտեղ կան ինստիտուտներ, կան ԱՄՆ շահեր, կան ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, Չինաստան, Թուրքիա, չնայել էս ամբողջ դաշտին էս փազլին եւ ասել վերջ Տրամպը կիսեց աշխարհը Պուտինի հետ, չգիտեմ, սա պրիմիտիվություն է, թե գիտություն, շատ ներողություն։ Իսկ կարմիր գիծ, ասացիք Պուտինի կարմիր գիծը պատերազմը դադարեցնել է, բայց նաև նա նշում է հակամարտությունը ծնող պատճառները պետք է լուծել, հա, այդ պատճառների լուծումը ինչ կթողնի Ուկրաինայից որպես պետություն։ Տեսեք, երբ Ռուսաստանը բարդ իրավիճակում է այդում, հիշում է, որ ինքը միջուկային զենք ունի, բայց ասենք, որ 4 տարի է հիշումը եւ եթե կարողանար կկիրառեր։ Այդտեղ Չինաստանի մասին խոսենք որպես զսպող գործիք, Ճապոնիայի, Հարավային Կորեայի հետ կապված վախերը, այսինքն որ այդպես լինի, եկեք sense դրամաբանենք, ուրեմն Ամերիկան էլ է միջուկային գերտերություն, կարող է ամբողջ Լատինական Ամերիկան գրավի, հետո ասի ով որ իմ դեմ է ատոմային ռումբ կկիրառեմ, այս ինչ մտածելակերպ է։ Եթե մենք
պարտվենք, նախ Ռուսաստանի ղեկավարը մահապարտ ահաբեկիչ չի, այդ միլիարդները որ նա ունի, անիմաստ չի գնալու, ինչպես ինքը ասեց, երկինք, նա ամեն ձև կարող է իր պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ։ Ռուսական ռոպագանդան այնքան ուժեղ է Ռուսաստանում, որ նույնիսկ եթե ինքը պարտվի, կասի դե ամբողջ աշխարհը մեր դեմ էր, գոնե այս մի կտորը փոկեցինք Ուկրաինայից։ Ինչ վերաբերում է պարտվելուն, դա չի նշանակում որ Ռուսաստանը ոչնչանալու է, մասնատվելու է, ես այդ բաները լուրջ չեմ վերաբերում այդքան, կամ Ուկրաինան գնալու է Մոսկվան գրավի։ Դե մեր մոտ այդպես փորձագետներ կան, որ հիմա էլ ասում են Ուկրաինան կգրավի, Ռուսաստանը կմասնատի։ Եկեք ռեալ նայենք, եթե Պուտինը, ինչպես դուք եք ասում, չկարողանա թղթով ամրագրել եւ ընդունել տալ Ուկրաինային, որ նա իր տարածքները նվիրում է Ռուսաստանի, եթե երկրորդ ամենակարևորը Ռուսաստանը իդեպ Ալիևին նման է, չկարողանա բանակի, քանակի վերաբերյալ պարտադրումներ անել Ուկրաինային եւ զենքերի, ասում եմ Ստամբուլյան համաձայնագրով 85000 էր Ուկրաինայի բանակը պիտի լինի, Ուկրաինան ինչի պիտի դրան համաձայնվի։ Հիմա հաստատ չի համաձայնվել։ Իհարկե, ես չեմ նայում Պուտինը ինչ է ասում, ես գիտեմ, որ Վլադիմիր Պուտինը մեկ օրում կարող է փոխել իր քաղաքականությունը, նայած իր վրա ճնշումներին, իսկ ռոպագանդան ձևը կգտնի ոնց ներկայացնի դա որպես հաղթանակ ռուսական դաշտում։ Մի բան, եթե այս թեման ամփոփենք, հստակ է, Ստամբուլում բանակցությունները արդյունք չեն տա եւ պետք է հասկանալ Թրամփ-Պուտին հանդիպում լինում է եւ եթե լինում է այդ հանդիպումը, ինչ բնույթի խոսակցություն կարող է տեղի ունենալ, այսինքն գործարքային տրամաբանությունը կարող է գործել, թե ոչ, այդտեղ ինչ խաղաքարտեր ունեն կողմերը դա։ Ես կարծում եմ, որ Տրամփի ադմինիստրացիան, Տրամփը ինքը չի որոշի, քանի դեռ չգիտի, որ հանդիպումից հետո որևէ բան կստանա Ամերիկան, նրանք չեն հանդիպի, որտեղ դա մեծ խաղաքարտ է Պուտինին։ Երկրորդը, Տրամփը արդեն փոխում է անընդհատ, չէ՞, իր դիրքորոշումը, որ նորմալ չի այդ 4 շրջանները, որ տանք Ջեյ Վենսը, այսինքն ամերիկյան դիրքորոշումը պետք է լինի հստակ, կա միջազգային իրավունք, կա եւ դուք խախտել եք միջազգային իրավունքը։ Իդեպ Ստամբուլյան համաձայնագրով Ղրիմի կարգավիճակը հետաձգվեր, Ուկրաինան դրան էր համաձայն։ Բայց մի կարևոր բան տեղի ունեցավ մեկ նախադասությամբ։ Այսօր կա աշխարհում կոնսենսուս Թուրքիայի, նույնիսկ Չինաստանի եւ հարավային այդ գլոբալ հարավի երկրների կողմից, որ Ռուսաստանը պետք է կանգնեցնի պատերազմը եւ նստի բանակցությունների սեղան։ Վլադիմիր Պուտինի ժամանակը արդարացնել իր ոչ ասելը սպառվում է։ Շատ լավ, ուրեմն Տիրանայում գիտենք, որ Ալբանիայի մայրաքաղաքում տեղի ունենում Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը, որին մասնակցում են նաև Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը, դե ինչ միջոցառում է լինի, եթե այս երկուսը այնտեղ ներկա են, մեզ հետաքրքրում է արդյոք նրանք հանդիպել են։ Իսկ այս անգամ այո, հանդիպել են եւ շատ այսպես տեղեկություններ, մանրամասներ չկան, սակայն այս հանդիպումը տեղի ունենում Հայաստանի արտգործնախարարի այն հայտարարության ֆոնին, որ որոշակի լավատեսություն կար խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, կարող է լավ տեղեկություններ լինեն, ասում էր Արարատ Միրզոյանը, ինչպես նաեւ նույն Թրամփի բոլոր հարցերով հատուկ բանագնաց Ուիտկոֆը ասում էր, որ Հայաստան-Ադրբեջան շատ մոտ են հակամարտության կարգավորմանը եւ նրանք կարող են իդեպ Աբրահամյան համաձայնագրերին միանալ։ Դրա մասին էլ կարող ենք իհարկե խոսել։ Այ կարող ենք մենք հասկանալ զրույցի թեմատիկան ինչ կարող է լինել, ինչ քննարկում Ադրբեջանի ԱԳՆ-ն մի մեղադրանք է հնչեցրել այս հանդիպման ֆոնին, դրանից քիչ անց կխոսենք։ Գիտեք, ոտքի վրա այսպես հանդիպումները, այդպես ասենք, քանի որ պլանավորված չի եղել, ես չեմ կարծում, որ դրանք որևէ լուրջ հետևանքներ կարող են ունենալ։ Ինչ վերաբերում է Ուիտկոֆի հայտարարություններին, Ուիտկոֆը լավատեսական էր Գազայում, Ռուսաստանի, Ուկրաինայի հետ բանակցությամբ, Իրանում, փաստորեն լավատեսություններ չեն արտահանում։ Ինչ վերաբերում է Ալիևը երբ կգնա խաղաղության, ես երեք ադրբեջանցի փորձագետի հետ խոսքի ընթացքում, նաև որ ասեցպես միջնորդներ պետք չեն, այո, չնայած մենք միշտ ասում ենք, որ միջնորդներ պետք են, անպայման չի, որ փաստաթղթի մեջ նշված լինի երրորդ երկրի անուն, բայց պետք է լինեն այսպես միջնորդ, որոնք հարթակ են տրամադրում, դա էլ է կարևոր։ Հյուրընկալում են։ Այո, որոնք կհսկեն պայմանագրի կատարումը, այնտեղ պետք չի, որ երրորդ երկրի անուն լինի։ Իսկ Ադրբեջանի համար դա ընդունելի չէ, որովհետև Ադրբեջանը չի ուզում գնալ խաղաղության, հիմա որ դուք ասեք հերթական պահանջը, նրանք անընդհատ մենք խոսել ենք նոր պահանջներ ներկայացնելու, դա սահմանադրությունով չի ավարտվում, դա Արարատով կավարտվի,
Զինանշանը պետք է չի փոխի ավարտվելու, այո, Ադրբեջանի հետո կխոսեն Խոջալույից, Արևմտյան Ադրբեջանից, Ալիևը եւ Պուտինը նույն մտածելակերպն ունեցող ղեկավարներ են, քանի դեռ իրենք չեն տեսել ուշ, իրենք չեն գնալու խաղաղության։ Պարզ է, որ Ալիևը հիմա սպասում է Ռուսաստանը ինչ իրավիճակում կլինի։ Նա տեսնում է, որ աշխարհը չի ընկալի Հայաստանի վրա իր հերթական հարձակումը։ Բացի այդ, հիմա իր նախկին դաշնակիցները Իսրայելը, Թուրքիան, Ռուսաստանը այլևս մի նավում չեն։ Նա միայնակ Ռուսաստանի ասելով չի հարձակվի Հայաստանի վրա։ Երկրորդը, Ալիևը նայում է Տրամպը արդյոք լուրջ է, երբ ասում է, որ նստեք բանակցությունների այլ Հայաստանին եւ Ադրբեջանին։ Ամեն ինչ Տրամպի խոսքի լրջությունից է կախված։ Կկիրառվեն սանկցիաներ եւ մեթոդներ այն երկրի նկատմամբ, որը խախտում է միջազգային իրավունքը, թե էլի բարի ցանկություն է, այնտեղ էլ ընտրություններ են մեկ տարուց, նորից կշեղվի։ Ամեն ինչ կրկնեմ, կախված է Արևմուտքի եւ մասնավորապես ԱՄՆ ղեկավարի դիրքորոշման լրջությունից, ցավոք ես չեմ տեսնում, որ ԱՄՆ-ն որևէ բան այս փուլում կպարտադրի։ Ամեն դեպքում, այսինքն պարտադրելն է ձեզ համար մեխայինը ԱՄՆ-ի կամքի լրջությունը ստուգելու իմաստով։ Թե եթե Բայդենի ողջ ժամանակահատվածում նա խոսքով ասում էր նստեք բանակցություններ եւ Ալիևը մատեր թափ տալիս, ուրեմն ուժն են իրենք հասկանում միայն։ Ամեն դեպքում Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումը լավ որս կլինի Դոնալդ Թրամփի համար, որը դուրս է եկել միջազգային հարաբերություններ արաբական երկրներում էր, նրա որսը այնտեղ միլիարդավոր դոլարների ներդրումներն են արաբական երկրներից եւ նրա խոսույթը շատ հետաքրքիր ձևով իրոք տարբերվում է Բայդենից, ըստ էության ասելով, որ մենք ընդունում ենք, մենք հարգում ենք ձեր ազգային առանձնահատկությունները, դուք հրաշալի երկրներ եք ստեղծել, այսինքն բռնապետություն, ժողովրդավարություն հեչ կարևոր չի։ Կա ներդրում, կա փող, կա շահ, կա, այսպես ասենք, խաղաղության համաշխարհային մրցանակ ստանալու Նոբելյան։ Այո, Նոբելյան մրցանակ ստանալու հնարավորություն։ Նա մտնում է թեմայի մեջ։ Այստեղ է նաև Հայաստան-Ադրբեջան թեմատիկան հետաքրքիր, քանի որ 17 կետ կա համաձայնեցված, մնում է ստորագրել։ Ինձ թվում է դուք արդեն նշեցիք, էլի պահանջներ Ալիևը կունենա, կդառնա 117։ Այստեղ գիտեք խնդիրը որն է, բացի ներդրումները եւ Նոբելյան մրցանակը, ամերիկյան ռազմավարության մեջ ես Տրամպը ժամանակավոր ֆիգուրա, հույս ունենանք նա կմնա իր ամբողջ ժամկետում, դա էլ է հարց, այս տեմպերով որ գնաց հեղինակությամբ, Ամերիկայի ռազմավարությունը տարածաշրջանում Ռուսաստանին դուրս մղելն է, որ հաճախ ասում են ինչի պիտի Ամերիկան ճնշի Ադրբեջանին։ Ռազմավարությունը հիմա գործում է, որովհետեւ հակառակ տեսակետը այն է, որ նրանք անգամ մերձեցման քայլեր կարող են անել։ Ես մի քանի փաստով հերք եմ այն, որ Ամերիկան նվիրել է Հարավային Կովկասը, Եվրոպայի մասին չեմ խոսում, Եվրոպան ինքը նշում է, որ տարածաշրջանը կարևոր է, դա դնենք մի կողմ։ Ամերիկան, երբ որ խոսում է հայ-ամերիկյան ռազմավարությունից, Տրամպը թեկուս դա նյարդային արձագանք է ստանում Ռուսաստանում, երբ խոսում են հայ-ամերիկյան զորավարժություններից, դա կոպիտ արձագանք է ստանում Մարիա Զախարովայի կողմից։ Այսինքն գոնե այս նշանները եւ էլի կան թույլ են տալիս հասկանալ, որ Ամերիկան չի ասել Հայաստանը նվիրում եմ ձեզ, կամ որ Ալիևը փորձում է իհարկե Իսրայելի միջոցով Ամերիկայի հետ ստորագրել ռազմավարական համագործակցության պայմանագիր, Աբրահամյան համաձայնագրեր, որ դուք ասեցիք, Ադրբեջանին ինչ են ուզում այդտեղ ներառել, որ Իսրայելը լոբինգ անի եւ Ամերիկայի հետ այդպիսի փաստաթուղթ ստորագրի, Հայաստանը այստեղ որևէ առավելություն չունի այդ հարցում։ Այսինքն նույնիսկ Ադրբեջանն է ուզում Տրամպի հետ մտերիմ լինել։ Վրաստանի ղեկավարը ասեց, չէ, Տրամպը ոնց ասի, տենց էլ կանենք, դա էր Կոբախիձեի արտահայտությունը, սա ցույց է տալիս, որ որևէ մեկը չի պատրաստվում ընդունել Ռուսաստանի այստեղ գերակայությունը, Ալիևի չգնալն էլ Մոսկվա դրա հերթական ապացույցներից էր։ Էնպես որ տարածաշրջանը չեն նվիրել եւ մի կարևոր նախադասություն Տրամպը ոչ միայն Ամերիկայում ներդրումների մասն է մտածում, Trump Organization կա, իր որդիներին է պատկանում, նրանք միլիոնավոր դոլարների ուրեմն պայմանագրեր են ստորագրել Քաթարի հետ, այստեղ նաեւ մենք անձնական շահի մասին պիտի խոսենք, Տրամպը բիզնեսմեն է եւ այդ գումարները նաեւ իր բիզնեսին է ուղղում։ Այո, նրան մեղադրում են հենց իր սեփական շահերը սպասարկելուն որպես նախագահ իր համար։ Ամեն պարագայում Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի ունեցավ եւ հարցը նաեւ սա է, արդյոք ադրբեջանական կողմը կամ կհրաժարվի, այսպես ասենք, սահմանադրություն փոխելու պահանջից, կամ էլ Հայաստանի վարչապետը կարող է արդյոք համոզել Ալիևին, որ եկեք ստորագրենք, դա եկեք խոստովանենք, որ ՔՊ-ի համար լավ հաղթաթուղթ կլինի խորհրդանական ընտրություններում, որ մենք ունենք խաղաղության թուղթ եւ ընտրվելու պարագայում
իրագործելու ենք, տվեք մեզ այդ խաղաքարտը, մենք միևնույնն է սահմանադրական փոփոխություններ անելու ենք, վարչապետն էլ արդեն ասել է, որ նախաբան չի ունենալու, այսպիսի ես չեմ ուզում իհարկե դավադրապաշտության դաշտ գնալ եւ ասել հիմա Փաշինյանը գնաց էլի ոնց որ դավադրության դաշին կնքեց Ալիևի հետ, քաղաքական ընկալումը բռնում կարող է լինել այսպիսի, որ կնքենք հիմա համաձայնագիրը, մյուս հարցերը հնդածս կլուծվեն։ Համաձայնագրի կատարումը, գիտեք, դա խոցելի է համաձայնագիր կնքելը, որովհետև դրանից հետո մենք պետք է գանք հարցնենք, իսկ ով է ասել, որ դա կատարվելու է, այսինքն ժողովրդի շրջանում չեմ կարծում այդ թուղթը էնտուզիազմով ընդունվի։ Խոսում էին սահմանազատումից, ուր է process-ը կանգնել է եւ դա էլ էինք մենք ձեզ հետ ասում, որ այստեղ ավարտվելու է տավուշում սահմանազատումը։ Այսինքն դրանից հետո պիտի գան երաշխիքներ, իսկ եթե հանկարծ Ալիևը խաղաղություն ստորագրի, հետո կրակի, ասենք հրադադարը խախտի, դա Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը ինչ պիտի նորից գցի, ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ընտրելու է միայն նրա համար, իհարկե կա այդպիսի հատված, որ նա ինչ որ թուղթ ցույց տա, մի կողմ Ալիևը այդ թուղթը կտա իրեն, թե ոչ։ Հայաստանի անելիքը որն է, ես չեմ նայում ընտրությունների հետ կապված Հայաստանը ինչ պիտի անի, հերիք է արդեն խոսենք այդ թղթերից, որոնք չեն կատարվելու, որոնք Ալիևը չի ստորագրելուց հետո էլ չի կատարելու։ Մենք պիտի ժամանակ ծախսելու փոխարեն անդադ առաջարկ ներկայացնել, որ կողմին, որին ընդհանրապես դա չի հետարկում, երևի չի էլ կարդում, մեր աշխատանքը անենք, արևմտյան գործընկերների հետ ավելի խորացնենք հարաբերությունները, ամերիկյան կողմին բերենք տարածաշրջան Տրամպի խոսքից հետո, որ ես պատրաստ եմ Հայաստանի հետ սկսել, էլի եմ ասում, խոսք է, ամեն հաղորդմանը կրկնում եմ, բայց խոսքը պետք է այնպես անենք արժեք ունենա, Զելենսկին էլ ամեն խոսքից բռնում է, կներեք, մի բան ստանում է, Հայաստանն է, դա պիտի անի, ներքին արտադրություն ունենա, տնտեսություն ուժեղացնի, վերջապես այս կրկեսը ավարտի, մենք ամեն ազգային ժողովի նիստից հետո չենք պատրաստում, եւ դիտումները ժողովրդին էլի շեղում են, ես հասկանում եմ ժողովուրդը սիրում է տեսարաններ, բայց էլի թողած մեր խնդիրները ինչ որ երեխաների հարցերով ենք զբաղվում։ Կա այդպիսի բան, տեսեք, նաեւ ներքաղաքական տիրույթում impeachment-ի մեկ այլ process են ձեռնարկել նախկին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը, վարչապետի նրանց տեխնացուն Էդմոն Մարուքյանն է, որը որևէ խոչընդոտ չի տեսնում, որ երկու ընդդիմադիր ուժերի падգամավորները իրենց ստորագրությունը դնեն Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծին, ըստ Մարուքյանի Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի համար ժողովրդի աջակցությունը կլինի, պահը հասունացել է, նա ուղիղ եթերում զանգահարել է Սերյան Օհանյանին եւ Հայկ Մամեջանյանին այս հարցերով արդյոք կաջակցեն թե ոչ, ըստ էության պատիվ ունեմից ասել են, որ պատրաստ են նման գործընթաց իրականացնել, Սերյան Օհանյանը ասել է, որ առանց հիմքերի impeachment-ի գործընթաց չի կարելի սկսել, ընդգծելով, որ հակառակ դեպքում իմիտացիա կլինի, հիշեցրել է, թե քանի ստորագրությունը պետք հավաքել, որն է ձեր մեկնաբանությունը։ Ես չհասկացա, պատիվ ունեմը Մարուքյանին պաշտպանում է, թե impeachment-ի գործընթացը։ Չէ, հիմա ես նորից այդ մասը, այո, պատիվ ունեմին պաշտպանում։ Նշել էին, որ պատրաստ են նախաձեռնել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, միաժամանակ ասել, որ չունեն վարչապետի տեխնացու, բայց պատրաստ են քննարկել հնարավոր տարբերակներ։ Դե պատիվ ունեմի սրտի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է ինչու, որովհետեւ չկարողանա այդ ձայները հավաքել, շատ պրիմիտիվ քաղաքականություն է։ Սերյան Օհանյանն էլ հաշվել գիտի, չէ, որ իրենք չեն կարող ուղղակի այդպեսի գործընթաց։ 36 ստորագրություն պետք է ունենան։ Գիտեք, Էդմոն Մարուքյանն ինչ են վատ իրավիճակում դնում, շատ հետաքրքիր է։ Մի հատ տողատակը նայենք, Նիկոլ Փաշինյանը դիմաց են կարծես կանգնեցնում։ Իհարկե չգիտեմ, ինքը տենց կարող է լուրջ աջակցություն ունի, չեմ կարող ասել, թող փորձեն, եթե հաջողվի, կարող է ժողովուրդը վստահում է Էդմոն Մարուքյանին, թող առաջադրեն, ինքն էլ իր ծրագիրը ներկայացնի, կապյոր կինո երևի կօգնի, հուսով եմ այս անգամ չի ասի պիտի հանենք բազաները Ռուսաստանի այստեղից, որտեղ այդ աջակցությունը չի ստանա։ Դե հիմա մարդը կարող է փոխի իր տեսակետը։ Ես մի բան չեմ հասկանում, չեմ հետևում ճիշտ ասած պարոն Մարուքյանին, բայց ի՞նչն է իր տեսլականը։ Նա ասում է նոյեմբերի 9-րդ կետը կատարեք այդ հատվածը տվեք, թե չէ պատերազմ կլինի։ Մի տարի ասում է պատերազմ չկա։
Կամ որ հարցնում ենք, ասում ենք Ռուսաստանը ո՞նց կարող է մեզ աջակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի դեպ այքամ ինքը չի կարողանում իր տարածքը ազատագրի Հյուսիսային Կորեային է բերում, պատասխան չկա, կամ կարող է կա, ես իրեն չեմ լսում, դոգը կարող է պատասխանի համեն դեպս թող փորձեն, եթե Գևորգ Պապոյանը կարծեմ միշտ Մարուքյանին մեղադրում է հանրապետականի հետ ինչ որ Սերժ Սարգսյանի կապերի մեջ Վատիկանի դրոշ, ոնց է դու ընտրվել, իրանք իրար մեջ թող բարձեն։ Բայց impeachment-ի համար քաղաքական իրադրությունը պետք է նպաստավոր լինի, այսինքն հենց հիմա երբ որ ես եւ դուք դուրս գանք փողոց, ասեղ գցելու տեղ չլինի, ժողովուրդը դե որ Մարուքյանին առաջադրեն, կարող է ասեղ գցելու տեղ չլինի, այդ մարդուն չեն առաջադրել։ Դե ինքը խոսում է, որ տենց լուրջ հեղինակություն է, ինչի մենք չենք հավատում։ Ուղղակի թող կոչանի ժողովուրդը դուրս գա ու անեն այդ գործընթացը։ Փաշինյանը ոնց արեց 18-ին, որ ասում էր հետ բերեք ձեր գործընկերոջը Սարգսյան Սերժը Մարուքյանին, երևի տենց ինչ որ մի բան ուներ կամպրոմատ, որ կարողանում էր ասել։ Հիմա թող Մարուքյանն էլ ժողովրդին հավաքի գնա ազգային ժողով impeachment անի, ինչ է։ Բայց հետաքրքիր է օրինակ Հայաստան դաշինքը այս տեխնացուի մասով ինչ կարող է ասել։ Ամեն դեպքում ես մի ընդհանրություն նրանց տեսակետներում կնշեմ, Ռոբերտ Քոչարյանը ասում էր նոյեմբերի 9-ի հայտարարությունից պետք է կարճել, արցախցիներին տանել հետ, պարոն Մարուքյանն էլ է կարծում, որ կարճելով նոյեմբերի 9-ից հնարավոր է տանել հետ։ Մի ընդհանրություն Ռուսաստանից է գալիս այդ տեսակետը եւ իրենք չեն էլ թաքցնում, որ Ռուսաստանն համարում են գլխավոր այստեղ մեր գործընկերը։ Պատիվ ունեմ անհասկանալի է, մեկ հոդվածներ են գրում, որ իբրև Քոչարյանին Պուտինն ասել է, ով ուզում ալինի բացի Սերժ Սարգսյանից, մեկ իրեն գնում են Ռուսաստան, հետո գրում են Չինաստանի հետ պիտի մերձենանք, չեմ հասկանում Սերժ Սարգսյանի ճիշտ ասած քաղաքականությունը, իսկ աջակցեն թե ոչ, էլի կախված է Ռուսաստանից, բայց իհարկե Ռուսաստանը շատ պարզունակ քաղաքականություն, բայց չեմ կարծում հենվի այնպիսի ուժերի վրա, որոնք լավ։ Իսկ արտաքին քաղաքականության, այսպես ասենք, գործոնը ինչ դեր ունի Հայաստանի ներքաղաքական դաշտում, որովհետև 26-ի նախաշեմին ենք ընտրությունների, նկատի ունեի վեկտորի հարցը, հա, Հայաստանը կլինի դեպի ԵՄ գնացող պետություն, թե Ռուսաստանին սերտացող պետություն։ Այս օրակարգերը սպասարկող ձեր կարծիքով բավարար ուժեր կան կամ ինչ ուժային կատեգորիաներ են սրանք։ Ցավալիորեն չեմ տեսնում ոչ եվրոպական ուղղությամբ աշխատող, ես վերջերս քննադատությամբ հանդես եկա ուժերի, տեսնում եմ բարի ցանկություններ, տենց էլ չհասկացանք հիմա ստորագրեցինք, ինչպես ասում են քաղաքագետները, հաջորդ քայլը որն է Եվրոպայի հետ հարաբերությունների, այո, հայտ ներկայացրել ենք թե ոչ, ու մենք սպասում, ինչ են ԵՏՄ հետ խորացնում, չեմ տեսնում ես որևէ ուղղությամբ լուրջ քաղաքականություն։ Նիկոլ Փաշինյանը որոշել է սպասել, տեսնել միջազգային իրավիճակում ինչ կլինի, եթե Ռուսաստանը թուլանա, մի օրում ինքը ինչպես ասեց, կստորագրի, կխնդրի, եթե Եվրոպան ընդունի։ Եթե ոչ, կմնանք ԵՏՄ-ում, կասենք դե շուկան ա մեզ ձեռնտու, բայց գիտեք, Նիկոլ Փաշինյանը չի որոշում, ինչու, որովհետև գնալով ՍԵՊ-ը խորանում է Արևմուտքի եւ Ռուսաստանի, կարող է մենք կանգնենք ընտրության առջև, ոչ թե կարող է, այլ շուտով իմ կարծիքով կկանգնենք, որ ասեն հիմա էլ չի լինելու տենց, մենք արդեն թշնամի ենք Ռուսաստանին, որոշեք կամ աճ կամ ձախ, եւ այս երկրները, որոնք իհարկե ես չեմ դատապարտում, մենք ունենք մեր խնդիրները անվտանգային Ռուսաստանի հետ, բայց որոնք այլևս չեն կարողանա հստակ կողմնորոշվել, կարող են լուրջ վտանգների առաջ կանգնել։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել էինք Լիլիթ Դալաքյանին։